1679 թվականի երկրաշարժից հետո Թիֆլիսաբնակ մեծահարուստ Քանաքերցի Հակոբյանը Քանաքեռի կործանված եկեղեցու տեղում Սուրբ Հակոբ անունով մի եկեղեցի է կառուցում։ Աստվածմերժության տարիներին եկեղեցին որպես պահեստ էր ծառայում, հետագայում նորոգվում եւ 1990 թվականից դառնում է գործող, վերստին իր դռները բացելով հավատացյալների առջև։ Այդ ժամանակից Սուրբ Հակոբի տոնն այստեղ առանձնակի շուքով է տոնվում։ Դեկտեմբերի 18-ին հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնահայրապետի, Մարուքե Ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը։ Տոնի առիթով վեհապար հայրապետի տնօրինությամբ եւ օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից բերվեց Սքանչելագործ հայրապետի Սուրբ Մասունքը։ Մասունքներ Սուրբ Հակոբից Մայրաթորում մի քանիսը կան, այս մեկը մասնատուփի մեջ դրված է Սուրբ Հակոբի բութմատը ըստ արձանագրության, որը պատրաստվել է Վասպուրականում 1845 թվականին, պահվել է Լիմ անապատում, նշանավոր վանքում, 20-րդ դարասկզբին տեղափոխվել է Էջմիածնի Մայրտաճար եւ պահվում է Գանձարանում։ Սուրբ Հակոբն ընդհանրական եկեղեցու հեղինակավոր եւ սիրված սրբերից է, կատարած բազում հրաշքների համար նրան կոչել են Սքանչելագործ։ Ավանդության համաձայն հայրապետը մարդկանց հավատքն ամրապնդելու համար մի քանի ուղեկիցների հետ բարձրանում է Արարատ լեռը, Նոյան տապանից մասունք բերելու։ Ճանապարհից հոգնած Սուրբն իրհում է Արարատի լանջին։ Երազում Աստծո հրեշտակն այցելում է նրան եւ պատվիրում վերադառնալ։ Աներեր հավատքի ու հարատև աղոթքների վարձքը Նոյան տապանից փայտի մի կտոր էր, որ արթնանալով հայրապետը գտնում է գլխի տակ։ Այն ամփոփ փայտից է եւ դարերի ընթացքում չի քայքայվել։ Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք Սուրբ Հակոբի օրինակի վրա ոչ թե առանձնանանք սարերը, լեռները, չգիտեմ, կյանքից, այլ շատ կարևոր է, ինչպես որ Ոսկեբերանն է ասում, ապրել այս կյանքում եւ ճգնել այս կյանքում։ Իրեն տրվեց մասունքը։ Մենք երբ որ շատ ջանք են գործադրում, եթե շատ ուզում ենք, որ Աստված մեզ, մեր բարի նպատակները իրականացնի, Աստված մեզ օգնում է։ Հակոբ Մծբնահայրապետը համարվում է հիվանդություններից եւ փորձություններից պահպանող սուրբ։ Պատարագին մասնակցելու, նրա բարեխոսությանն արժանանալու եւ սրբազան մասունքին հաղորդ դառնալու համար բազում հավատացյալներ են գալիս Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Նա մեծ բարեխոս է բոլորի համար է, նաեւ ինձ համար, նույնիսկ կարող եմ ասել, որ ես մահից փրկվել եմ Սուրբ Հակոբի հրաշքով, երկար պատմություն է եւ ցանկանայի, որ մեր հայ ազգը սիրեր այս փառավորագույն սրբին, որովհետև իր բարեխոսությունը կա եւ միշտ կլինի հայ ազգի համար։ 1998 թվականին ձեռնադրվելով Տեր Հակոբն իր անդրանիկ պատարագն այս եկեղեցում է մատուցել եւ գրեթե ամեն տարի Սուրբ Հակոբի տոնին ինքն է այստեղ պատարագում։ Սուրբ Հակոբ Մծբնահայրապետի տոնը Հակոբների անվանակոչության եւ Հակոբյան գերդաստանների տոնն է։ Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց նրանց օրհնության արարողությունը։